Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես մայիսի 1-ն աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի 140-ից ավելի երկրում։ Տոնն առաջին անգամ նշվել է 1890-ին, մինչև այդ 1886-ի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել էին գործադուլ աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով։ Գործադուլն ուղեկցվել էր բախումներով և արյունահեղությամբ։ 1889-ին երկրորդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների որոշեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխատավորներն իշխանություններին իրենց պահանջները կներկայացնեին։ Առաջին անգամ տոնը նշվել է 1890-ին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում։ Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է։ Տարիներ շարունակ տոնն ուղեկցվել է մեծ շքերթով։ Օրվա տոնական միջոցառմանը մասնակցել են տարբեր ընկերություններ Ամիրյան փողոցում։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընկերությունների ներկայացուցիչներին ու շփվել քաղաքացիների հետ։ Միջոցառման շրջանակում տեղի ունեցել քայլերթ, որին հաջորդել է համերգը։ Շնորհակալ ենք աշխատանքի համար։ Ինչ կարծիք եք, այս լավ միջոցառում եք կազմակերպել, պետք է ամեն ամյա սարսկելու կարծիքով, չէ։ Ամեն ամիս պետք է լինի։ Ամեն ամիս չէ։ Ամեն ամիս շատ կլինի, ամեն տարի ընկերությունները կան իրանց հաջողությունները նշան։ Լավ է տրամադրությունը։ Շատ լավ։ Ուրախ եմ շատ։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ, վարչապետն Առավոտյան ուղերձ է հղել շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը և տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից, որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018-ի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 280,000 աշխատատեղ։ Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ այս ամենն առաջին հերթին աշխատող արդյունք ստեղծող օրենքով սահմանված հարկերը եւ դուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Երկրում ծայրահեղ աղքատությունն ըստ էության վերացման շեմին է եւ համոզված է դրա վերացումը շատ շուտով կարգսնագրվի պաշտոնապես։ Պետք է արձանագրել, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաև վերամասնագիտացումը, որովհետև օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել ևս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը, աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Այս խոսույթն ամենևին չի նշանակում մարդու արդեն ունեցած հմտությունների թերագնահատում։ Պարզապես չկա մարդ, որ գիտի ամեն ինչ, իսկ նոր իմացությունը, հմտությունն ու կարողությունը մարդուն դարձնում են ավելի մրցունակ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանը վերափոխվել եւ դարձել է շատ ավելի լավ պետություն, թե կրթության, աշխատանքի, թե հանգստի, թե ապրելու համար։ Հայաստանը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։ Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար, ուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը։ Որպես պետություն մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Նախագահն է հայտարարել ուղերձում, շնորհավորելով տոնի առթիվ, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ սա եւս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր պետության կայացման եւ հասարակական կյանքի զարգացման գործում։ Յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում անհատի պատասխանատվությունն ու բարեխիղճ գործունեությունն է, որն ապահովում է թե ընտանիքների բարեկեցությունը, թե պետականության հզորացումը։ Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են մեր գոյատևման եւ առաջընթացի գլխավոր երաշխիքը։ Այսօր էլ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հետեւողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ եւ ամրապնդում մեր երկրի տնտեսական հենքերը։ Որպես պետություն մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքի պաշտպանությունը եւ արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Մենք պետք է շարունակենք հետեւողական քայլերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա իրացնելու իր մասնագիտական կարողություններն ու ստանալու արդար վարձատրություն, նշել է նախագահը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը եւս շնորհավորել է տոնի առթիվ։ Արսեն Թորոսյանը նույնպես խոսել է ծայրահեղ աղքատության հաղթահարման մասին, նշել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, ինչին հաջողվել է հասնել բացառապես աշխատանքի միայն ու միայն աշխատանքի շնորհիվ։ Նախարարը նաեւ ուղիղ եթերում արձագանքել է ընդդիմադիրների աղքատությունը վերացնելու վերաբերյալ հայտարարություններին։ Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ մայիսի 1-ի առթիվ, աշխատավորի օրվա առթիվ եւ ցանկանալ արդյունավետ աշխատանք, բոլորին ով աշխատանք ունի, ով աշխատանք չունի, աշխատանքի տեղավորում, երիտասարդներին լավ սովորել, որպեսզի վաղը լավ աշխատանք գտնեն, բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մեր ուժեղ ընտրակեղծարարների հերթական ուժեղ շոուին, որը երեկ արեցին աղքատության վերաբերյալ, խառնելով ամեն ինչ, խոսելով ծայրահեղ աղքատության վերացումից, բայց ներկայացնելով միջին աղքատության թվերը, ինչ որ ֆոնդեր ստեղծելով, ասելով, որ սա մեր պատվի հարցն է, այդ որ ձեր պատվի հարցն էր, ինչի եք այդ աղքատ ընտանիքներից հոսանք գողանում, հա? Այ հոսանքա գողեր եւ ընտրագողեր, որ տենց պատվի հարցային չեք մարդկանց քվեն փորձում գնել կամ գողանալ, թե աղքատության վերացման ձևը տենց է գտել ընտրակաշառք տալը, հետո էլ նորից շարունակել թալանելը, ոնց որ թալանել եք։ Բայց հիմա վերադառնամ բովանդակությանը, ինչ որ անհեթեթ բաները, թվեր ներկայացնում, 150,000 դրամ կտանք, 20-30,000 դրամ կտանք, եթե չգիտեք,
Սիրելի թույլիկներ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում արդեն մի տարի է պիլոտավորվում է անապահովության համակարգը երկու մարզերում՝ Կոտայքում եւ Սյունիքում, որտեղ անապահովության նպաստի միջին չափը 80,000 դրամ է, իսկ առավելագույն չափը 200,000 դրամ այն ընտանիքների համար, որոնք որ իրապես դրա կարիք ունեն, բայց այդ համակարգի ամբողջ իմաստը ոչ թե այդ նպաստը տալն է, այլ մարդկանց դրթելը եւ խրախուսելը եւ օգնելը, որպեսզի ունենան զբաղվածություն, որտեղ միայն զբաղվածությամբ կարելի է հաղթահարել աղքատությունը։ Իդեպ այդ որ 300,000 աշխատատեղ եք ստեղծում, որը նորից իդեպ մենք արդեն ստեղծել ենք, բա այդ աղքատություն չպիտի մնար այդ 300,000 աշխատատեղ ստեղծելուց հետո, այդ ինչ 150,000 դրամներ եք ուզում բաժանեք ժողովրդին, թե տենց խորհուրդներ են տվել, որ ինչքան պոպուլիստական պուպուշ բաներ ասեք, այնքան շատ ձեն կտանեք, չնայած որ տանողը լինեիք ձեների համար 100 կամ 200,000 դրամ էլ փող չէիք տա, հա, այսպես ասած, կամ միջին աշխատավարձի բարձրացումը, որ ունեցել ենք վերջի տարիներին ու ամեն տարի ունենում ենք, մյուս գործիքները, որ ներդրել ենք եւ ներդնում ենք, որ բերում է կրկին աղքատության նվազեցմանը, բնակ ապահովման ծրագրերը տարատեսակ, երեխաների նպաստները ավելացումը եւ նորերի ներդրումը, երեխա ունեցող ընտանիքների բնակ ապահովման ծրագիրը, սրանք ամբողջը աղքատության հաղթահարման միջոցառումներ են եւ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, որտեղ այն 0.6% է եղել 24 թվականին, 25-ին վստահաբար ավելի ցածր է լինելու, այլ չասած 26-ին, պարզապես վիճակագրությունը մոտ կես տարի ուշացումով են կարողանում ունենալ։ Եվ հետեւաբար սիրելի ընտրակեղծարար թույլիկներ, գոնե մի քիչ դասերը սովորեք, նոր վիդեոներ նկարեք, տենց ճոխ։ Օրվա արդիվ առավել հանգամանալից դիտեք վերլուծական հատվածում։ Շարունակենք, Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին հանրապետությունը հավատարիմ է մնում մարդասիրական սկզբունքներին։ Ceyhun Bayramova Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում կոմիտեի գործունեությունն ու Բաքու-Երևան խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ եւ հիմնված է վստահության վրա։ Նշվել է կողմերի միջև մշտական շփումների կարևորությունը, քննարկվել է տարածաշրջանում կոմիտեի մարդասիրական գործունեությունը, ընդգծվել դրա աջակցության կարևորությունը Ադրբեջանի կողմից։ Նախարարը հայտնել է, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին Բաքուն միշտ հավատարիմ է մնում մարդասիրական սկզբունքներին, այդ թվում Իրանում ռազմական գործողությունների ընթացքում այդ երկրին մարդասիրական օգնություն է ցուցաբերել։ Նա նաև կոմիտեի նախագահին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Հիշեցնեմ, կոմիտեի ներկայացուցչությունը դադարեցրել է գործունեությունը երկրում անցած տարվա սեպտեմբերից։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ խորապես շնորհակալ եմ այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված միջկուսակցական ուժեղ բանաձևի համար, հաջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության։ X-ի էջում գրել է Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ, 47 դեմ եւ 48 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է Եվրամիության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, խաղաղության գործընթացին եւ եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Փաստաթուղթն աջակցում է 2026-ի հունիսին Հայաստանում խորհրդարանի ազատ, արդար եւ խաղաղ ընտրության անցկացմանը, ընդգծելով, որ քվեարկության արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Ընդգծվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Հարց չեն Բաքու Եվրամիություն հարաբերությունները Բաքուն բողոքի նոտա է հղել Եվրամիության ու դադարեցնում է Միլի Մեջլիսի հետ Եվրախորհրդարանի կապը։ Մեջլիսը որոշում է ընդունել բոլոր ուղղություններով Եվրախորհրդարանի հետ գործակցությունը դադարեցնելու մասին։ Դադարեցվում է մասնակցությանը Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական գործունեության հանձնաժողովին եւ սկսվում է Եվրանեստի վեհաժողովից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանում Եվրամիության դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած
բանաձևի պատճառով։ Բաքվում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչին բողոքի նոտա է հանձնվել բանաձևի կապակցությամբ։ Նշվել է, որ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, Եվրոպական խորհրդարանի նման մոտեցումը բացասաբար է ազդում տարածաշրջանում կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարների վրա։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Միացյալ Նահանգները կհիշի, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները օգնության չհասան Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ շփման ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք չկային, երբ մենք նրանց կարիքն ունեինք, մենք պետք է դա հիշենք, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ եվրոպական դաշնակիցների կողմից աջակցության բացակայությունը։ Ամերիկյան առաջնորդն ընդ որում թույլ է տվել, որ իրավիճակը կրկնվի, եթե երբևէ խոշոր հակամարտություն տեղի ունենա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, քանի որ դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Թեհրանի հետ պատերազմում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասի հետ։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ, ասվում է հաղորդագրությունում։ ԱՄՆ-ն հակառակ Պենտագոնի գնահատականների Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ $100 միլիարդ, իսկ ամերիկյան ժողովրդի համար անուղղակի ծախսերն էլ ավելի մեծ են եղել։ Այս մասին X-ի էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Պենտագոնը ստում է։ Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն Միացյալ Նահանգների վրա արժեցել է $100 միլիարդ, ինչը 4 անգամ գերազանցում է հայտարարված գումարը։ ԱՄՆ հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։ Յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի ամսական հաշիվը կազմում է $500 և արագորեն աճում է, գրել է Աբբաս Արաղչին։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ԱՄՆ ռազմական նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերցը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսել է մոտ $25 միլիարդ։ Նա պարզաբանել էր, որ խոսքը նախնական գնահատականների մասին է։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ի գիշերը հանրապետության արևմտյան հատվածում որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել, հաց հասցնելով խանութներ և հիվանդանոցներ։ Կառավարության ղեկավարի աշխատանքը փաստող տեսանյութը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ Նա ապահովել է այն բեռնատարի բարձումն ու բեռնաթափումը, որը լուսաբացին հացի գործարաններից մեկի արտադրանքը հասցնում էր մեծածախ պատվիրատուներին։ Վարչապետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մեծացել է բանվորի ընտանիքում և մայիսի 1-ին գիշերային հերթափոխով աշխատելով իր հարգանքն է դրսևորում աշխատավոր մարդկանց նկատմամբ։ Ֆիցոն արդեն առաջին տարին չէ, որ մայիսի 1-ի գիշերն անվճար աշխատում է գիշերային հերթափոխով։ Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա Դրուժբա մայրուղային նավթատարով։ Սա պայմանավորված է այսօր առկա տեխնիկական հնարավորություններով։ Ավելի վաղ լրագրողներին հայտնել էր Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նրա խոսքով ղազախական նավթը, որը Դրուժբա նավթատարով տեղափոխվում էր Գերմանիա, մայիսի 1-ից կուղղվի այլ ազատ լոգիստիկ ուղղություններ։ Ղազախստանը 2023 թվականից նավթ էր մատակարարում Գերմանիա։ 2026 թվականի առաջին եռամսյակում Ղազախստանը կրկնապատկել է արտահանում այդ երկիր, հասցնելով այն 730,000 տոննայի։ 2025 թվականին Գերմանիա ղազախական նավթի մատակարարումների ծավալը կազմել է 2,1 միլիոն տոննա։ Ընթացիկ տարում նախատեսվում էր Դրուժբա նավթատարով բեռնել մոտ 3 միլիոն տոննա նավթ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք Բալախովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ջրային կոմիտեն է հայտարարել, նաև տեղեկացնում է, որ իրականությանը չեն համապատասխանում պնդումներն, իբր Բալախովիտում կոյուղատար համակարգը միացվել է խմելու ջրի համակարգին։ Թյուրի մածությունը սկսվել է այն պահից, երբ Բալախովիտի բնակիչներից մեկը բողոքելով ոռոգման ջրի խնդրից լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե կոյուղին ևս միացված է ջրատար համակարգին։ Իրականում խոսքը հեղեղատարի մասին
մասին է եղել։ Տվյալ հատվածում խմելու ջրի ջրատար չի անցնում, արկա է միայն կոյուղատար համակարգ։ Ջրատար բառի սխալ ընկալման հետևանքով թյուր կարծիք է ձևավորվել, թե խնդիրը կապված է խմելու ջրի հետ։ Ինչ վերաբերում է 10 երեխայի թունավորման մասին կեղծ լուրերին, այն ևս տարածվել է այսպես կոչված փչացած հեռախոսի շղթայով, երբ կոյուղատարի հարակից տարածքում ապրող բնակիչներից մեկը բողոքել է, որ իր 10-ամյա երեխայի մոտ այդ հատվածի հոտից առաջացել են ալերգիկ սրացումներ։ Կոյուղատարն իսկապես ոչ այնքան բարվոք վիճակում է, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկողության տակ է, նշում է կոմիտեն։ Երևանի կենթանաբանական այգու ձեբր չի փախել, առավոտյան տարածված տեղեկությունները հերքել են այգու աշխատակազմից, պարզաբանելով, որ Միասնիկյան պողոտայում հայտնված կենդանին իրականում ավանակ է, որին մի քաղաքացի ներկել է զեբրի զոլերով։ Մեր զեբրներն այգում են, հանգիստ եւ անվնաս, վստահեցրել են այգուց, միաժամանակ զգուշացրել, որ չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին, քիմիական ներկերը կարող են թունավոր լինել եւ առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։ Բացի այդ, կենդանուն նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին։ Հիշեցնեմ, առավոտյան տեսանյութ էր տարածվել, որում քաղաքացին ավանակին ներկել էր զոլերով եւ նկարահանելու համար տարել Միասնիկյան պողոտա։ Armflix-ում անակնկալները շարունակվում են, մայիսի 5-ից հարթակում հասանելի կլինի «Լուսե» բազմասերիանոց ֆիլմը։ Գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Տողլախչյանն է։ Մանրամասները տեսանյութում, բայց մինչև այդ թողարկման վերլուծական հատվածից անմիջապես հետո դիտեք ֆիլմի մասին հաղորդումը։ Մայիսի 5-ից Armflix կինոհարթակում կրկին պրեմիերա է։ Բաժանորդները կարող են դիտել պրոդյուսեր եւ սիրված դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի «Լուսե» բազմասերիանոց հեռուստասերիալը։ Գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Տողլախչյանն է, պրոդյուսերն Աշոտ Տեր-Մաթևոսյանը, սցենարիստները Հասմիկ Մանգասարյան, Դիանա Մարտանյան, ռեժիսոր Արսեն Թովմասյան։ Դերակատարներն են Էլեն Սաֆարյանը, Նորիկ Արուստամյանը, Սոֆիա Պողոսյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Թամարա Գևորգյանը, Դավիթ Հակոբյանը, Մուրադ Նադիրյանը, Էլեն Ղալեչյանը, Ալեն Բոջուկյանը եւ փոքրիկ հերոսուհի Արփեն Թոփալյանը։ Մի գաղտնիք պիտի բացեմ, երևի թե այս պրոյեկտը, որ անում եմ, ինձ համար ամենադժվարն է, ամենածանրն է, ամենապատասխանատուն, որովհետեւ շատ նուրբ հարցեր ենք արծարծում, շոշափում, նույն ազգի դավաճանություն, որ ցավոք սրտի այս վերջին 5-6 տարվա ընթացքում շատ բացահայտումներ եղան, իհարկե շոկ էր բոլորիս համար, բայց դրա դեմը պետք է առնել, «Լուսե» հեռուստասերիալը պայքար է նաև այդ դավաճանության դեմ ու փորձում ենք հնարավորինս զգուշ անենք, որ համ պետությանը չվնասենք, համ ժողովրդի հույզերի հետ շատ չխաղանք ու կա եւս մի շատ կարեւոր ու նուրբ թեմա երեխաների թրաֆիքինգ, որ փոքր երեխաներին դրդում են մուրացկանության, այսօր կարծում եմ փողոցում շատերս նկատած կլինենք նման բան, որ փոքր երեխեք մրոտված դեմքով, պատրված շորերով, համար ձմեռ տարբեր եղանակի փողոցում գումար են հավաքում, մուրում։ Պետք է պայքարել նաև այս երևույթի դեմ, որովհետև դա տվյալ երեխայի ճակատագիրը արդեն փչացնում է։ Կասկածելի ու մշուշոտ ապագա է ստեղծում այդ երեխու համար, որ եթե այդ երեխան արդեն կիսագիտակից տարիքից սկսած սկսում է մուրացկանություն անել, ինքը չի աշխատելու վաղը, ինքը պիտանի մարդ չի դառնալու իր հայրենիքի, իր պետության համար, այնպես որ նաև պայքար ունենք այդ երեխաների թրաֆիքինգի դեմ։ Լուսեն հայրենասիրության մասին է, արատավոր երևույթների, հայրենիքի դավաճանության, թրաֆիքինգի դեմ պայքարի։ Կռվի դաշտում դավաճանությունը զոհերի պատճառ է դառնում։ Ալեքի ընկերը Կարենը ծանր վիրավորվում է։ Ալեքը վրա է հասնում, որպեսզի փորձի օգնել ընկերոջը, սակայն ընկերը հասցնում է ասել երկու բան, որ իրենք դավաճանության զոհ են ու որ Ալեքը պետք է ստանձնի նրա փոքր քրոջ խնամքը։ Կարենը փրկելով ընկերոջ կյանքը մահանում է։ Ալեքը պարտավորվում է օգնել ընկերոջն ու խոստանում կատարել ընկերոջ վերջին ցանկությունը։ Գլխավոր հերոսուհին Լուսեն, այն փոքրիկ անօգնական աղջիկն է, որին դառը ճակատագիր է բաժին հասել։ Փողոցում հայտնված Լուսեի ծանր ու դժվարին վիճակից օգտվում են այն չարամիտները, որոնք շահագործում են երեխաներին։ Իսկ թե ինչպես է հաղթահարելու այս դաժան փորձությունները մեր փոքրիկ հերոսուհին եւ ինչ է սպասվում նրան հետագայում, ինչ ճակատագրի է արժանանալու նա, դիտեք ֆիլմը հետևելով ինտրիգներով հարուստ դերասանական հմուտ խաղով հագեցած հեռուստասերիալի անսպասելի սյուժեին։ Չեմ ուզում, թողեք ինձ, չեմ ուզում, թողեք ինձ, ուզում եմ ստեղ մնամ, թողեք, ասաց պապի ասեք շտանի, թողեք, ուզում եմ ստեղ
անամ։ Թողեք։ Ախր ես ինչ անեմ, այ բալաջան, ոնց Ֆիլմի ընթացքում անընդհատ պայքար է արդարամիտ որոշումների, արդարությանը հասնելու եւ իրականությունը կոծկելու միջև։ Սերն ու երազանքը, մարդկային բուռն հույզերն ու ապրումները միախառնված են ֆիլմի հերոսների ներաշխարհում, որոնք փոխանցվում են նաեւ ֆիլմը դիտողներին։ Մայիսի 5-ից շաբաթը 2 անգամ դիտեք լույս է չափազանց հետաքրքիր հեռուստասերիալը Armflix հարթակում։ Շտապեք բաժանորդագրվել։ Եվ հանրապետության տարածքում մայիսի 2-ից 6 առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ից 4 աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 նիշով։ Երևանում նույնպես վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյաններ անց վերլուծությունն է մայիսի 1-ի թեմայով, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օրեր։